Հեռախոսազանգեր Մոսկվայից մինչև Եվրոպա, Ամերիկա-Իրան համագործակցություն Հայաստանի տարածքում ու Արցախի կորստի նոր վերսիան Զախարովայից։ Թվում է այս թեմաները իրար հետ կապ չունեն, բայց իրականում ունեն ու այն էլ բավական ամուր կապեր ունեն։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, սրանք թեմաներն են, որոնք այսօր կքննարկենք միասին։ Բայց մինչ սկսելը շնորհակալություն եմ հայտնում YouTube-յան իմ ալիքի հին ու նոր բոլոր բաժանորդներին, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ։ Իսկ այս նախագծին աջակցելու համար շնորհակալություն Իվան Ավանեսյանին։ Նախ Մերցը, հետո Մակրոնը եւ հետո միայն Պուտինը։ Այս հերթականությունը պատահական չէ, երբ արտաքին քաղաքականության օրացույցում 3 հեռախոսազրույցներ իրար հետևից դասավորում են այս հերթականությամբ եւ այս հաջորդականությամբ, դրանք արդեն դադարում են լինել պարզապես դիվանագիտական շփումներ, դրանք դառնում են քաղաքական ուղերձ ոչ միայն Մոսկվային, այլև Բրյուսելին, Վաշինգտոնին, ինչու՞ չէ նաև Թեհրանին։ Ոչ մի բան բաց չթողնելու համար գանք հերթով։ Հուլիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրեդրիխ Մերցի հետ։ Քննարկվել են Հայաստան-Գերմանիա հարաբերությունները, Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը, ներդրումները, տնտեսական ծրագրերը, տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը։ Հետաքրքիր ենթատեքստ Մերցը Փաշինյանի հետ զրուցել է այն ժամանակ, երբ դրանից քիչ առաջ Բեռլինում հանդիպել էր Ադրբեջանի նախագահի հետ։ Գուցե այդ պահին Ալիևը դեռ Բեռլինում էր։ Ընդ որում, հանդիպման ժամանակ Մերցն ու Ալիևը խոսել էին նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների մասին։ 3 օր անց հուլիսի 25-ին արդեն Էմանուել Մակրոնն է զանգահարում Երևան նույն տրամաբանությունը, բայց ավելի ընդգծված քաղաքական շեշտադրումներով։ Ռազմավարական գործընկերություն, ժողովրդավարական բարեփոխումներին աջակցություն, Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնում, եվրոպական ինտեգրման հեռանկարներ։ Երկու հեռախոսազրույցներն էլ փաստացի մեկ գաղափարի շուրջ էին։ Հայաստանը եվրոպական ուղղությամբ շարունակում է առաջ շարժվել եւ Եվրոպան էլ փորձում է պայմաններ ապահովել, որ այդ շարժումը լինի բնական եւ առանց ցնցումների։ Եվ միայն դրանից հետո Փաշինյանը զանգահարում է Ռուսաստանի նախագահին Վլադիմիր Պուտինին, բայց այստեղ օրակարգն արդեն բոլորովին այլ էր։ Եթե Բեռլինի եւ Փարիզի հետ խոսակցությունները վերաբերում էին ապագային, ապա Մոսկվայի հետ զրույցը վերաբերում էր ներկայի խնդիրներին ու դրանք բավական շատ են։ Ռուսաստանը սահմանափակումներ է ստեղծել հայկական ապրանքների արտահանման համար եւ Հայաստանի վարչապետը բաց տեքստով հայտարարում է, որ դրանք հակասում են թե Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային հարաբերություններին, թե Եվրասիական տնտեսական միության կանոններին։ Նա խնդրում է, որ Պուտինը միջոցներ ձեռնարկի խնդիրը լուծելու համար։ Արդյոք հեռանկար կա, որ խնդիրները այս հեռախոսազրույցի արդյունքում կլուծվեն։ Անկեղծ ասած, շատ փոքր հավանականություն կա։ Ի վերջո, եթե Պուտինը չցանկանար, անկեղծ լինենք, այդ խնդիրները նույնիսկ չէին էլ լինի։ Բայց Պուտինը ակնարկել է, որ դա հնարավոր է, որ խնդիրները առնվազն հնարավոր է մեղմացնել ու նաև ասել է պայմանը։ Հենց այդ պայմանը, գուցե նաև հենց այդ գինը կազմում էր զրույցի երկրորդ մասը, որի գլխավոր, այսպես ասած, նախաձեռնողը ռուսական կողմն էր։ Պուտինը ոչ թե ակնարկել, այլ կոնկրետ ասել է այն գինը, որը Երևանը պետք է վճարի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Կարճ ասած, եթե ուզում եք արտահանման ինչ որ լգոտաներ ունենալ, պետք է կատարեք այն, ինչ որ պահանջում է Մոսկվան։ Ռուսաստանի նախագահը վերադառնում է այն թեմային, որը Մոսկվան բարձրացնում է արդեն մի քանի ամիս՝ Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրոպական միությանը եւ այդ հարցով հանրաքվեին։ Եվ նա դա պահանջում է բաց տեքստով, այնքան որ դա անգամ նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Փաշինյանի պատասխանը բավական զգուշավոր էր, նա չի ասում, որ հանրաքվե չի լինելու։ Նա ասում է, որ դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանը եւ գործընթացը դառնա իրական, ոչ թե լինի տեսական քննարկման առարկա։ Այլ կերպ ասած, վարչապետը չի մերժում գաղափարը, բայց հրաժարվում է դա ընդունել հանուն ոչ մի բանի։ Այդ նույն տրամաբանությունն ավելի ուշ հաստատում է նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով հեռախոսազրույցը տեղի ունեցել Հայաստանի նախաձեռնությամբ, սակայն քննարկվել է այն ըմբռնումը, որը մայիսին ձևակերպել էին ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարները։ Խոսքը նույն ինքը հանրաքվեի մասին է, որ պետք է անցկացվի Հայաստանում։ Պեսկովը նույնիսկ բաց տեքստով հայտարարում է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ հանրաքվեն անցկացնել, որպեսզի պարզ դառնա, թե
հայ ժողովուրդը, որ ուղղությամբ է ցանկանում առաջ շարժվել։ О чем говорили? Сейчас мы выпустим уже сообщение пресс-службы, естественно, обсуждали двусторонние отношения, и был разговор в продолжение того понимания и того заявления, которое недавно было принято лидеров стран Евразес по Армении, и была подчеркнута необходимость скорейшего проведения в Армении референдума на предмет того, определиться, в какую сторону армяне хотят идти. Ինչու է Պուտինը հանրաքվե պահանջում հենց հիմա։ Պատճառները այս դեպքում պետք է ոչ թե Մոսկվայում փնտրենք, այլ մի զարմացեք պետք է փնտրենք Երևանում։ Հայաստանի գործող սահմանադրության համաձայն հանրաքվեն համարվում է ընդունված ոչ միայն այն դեպքում, երբ կողմ ձայները գերազանցում են դեմ ձայներին, այլ նաև պետք է կատարվի երկրորդ մասնակցության շեմի պահանջը։ Մասնավորապես սահմանադրության 207-րդ հոդվածը սահմանում է, որ հանրաքվեի դրված ակտը ընդունված է, եթե միաժամանակ կատարվում է երկու պայման։ Առաջինը հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, այսպես ասենք 50% պլյուս 1-ը քվեարկի կողմ, եւ երկրորդը կողմ ձայները պետք է կազմեն հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների առնվազն 1/4-ը, 25%-ը։ Սա նշանակում է, որ միայն մեծամասնության հաղթանակը բավարար չէ, եթե մասնակցությունը շատ ցածր է։ Հանրաքվեն կարող է չհաղթահարել սահմանված շեմը, նույնիսկ եթե քվեարկածների ճնշող մեծամասնությունը կողմ է եղել։ Օրինակ, եթե մոտավոր թվերով հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի, ասենք 2.600.000 քաղաքացի, ապա հանրաքվեի դրված ակտի ընդունման համար անհրաժեշտ է, որ առնվազն մոտ 650.000 ընտրող կողմ քվեարկի եւ այդ 650.000-ը միաժամանակ կազմի քվեարկության մասնակիցների կեսից ավելին։ Թեև ճշգրիտ թիվը կախված է հանրաքվեի օրը ընտրողների պաշտոնական ճշտված ցուցակներից, բայց հիմնականում հենց սա է մեխանիզմը եւ հենց այդ պատճառով է, որ նման հանրաքվեներում մասնակցությունը ունի, այսպես ասենք, ռազմավարական նշանակություն։ Եթե կողմ ձայները չեն հասնում ընտրողների ընդհանուր թվի 25%-ին, ապա նախագիծը պարզապես չի ընդունվում, նույնիսկ եթե մասնակիցների մեծամասնությունը կողմ է քվեարկել այդ խնդրին։ Այ հենց այստեղ է թաքնված խնդիրը, այս մեխանիզմով փոքրամասնությունը փաստացի կարող է հաղթել մեծամասնությանը։ Հաղթելու համար բավական է պարզապես ընտրությունների չգնալը։ Դա կաշխատի միայն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում ռուսամետ ուժերի կորիզը մնում է մոբիլիզացված։ Այն, որ Պուտինը շտապեցնում է հանրաքվեի հարցում, առնվազն երկու բացատրություն ունի։ Կամ նա չի հավատում, որ հայաստանյան ընդդիմությունը կկարողանա երկար ժամանակ պահպանել ու ամրացնել այն համախմբվածությունը, որ այսօր ունի, կամ էլ Մոսկվայում լավ են պատկերացնում, որ ռուսական սահմանից վերադարձող յուրաքանչյուր բեռնատար աշխատում է Մոսկվայի դեմ, դեպի Եվրոպա արտահանվող յուրաքանչյուր բեռ աշխատում է Մոսկվայի դեմ, ու որքան դա երկար է շարունակվում, այնքան Հայաստանում ավելի քիչ մարդ է մնում, որոնք պատրաստ են քվեարկել մի միության օգտին, որտեղ պարզապես պատժում են Հայաստանին։ Այստեղից էլ շտապողականությունը իմ կարծիքով Պուտինին հանրաքվեն հարկավոր է այսօր, քանի դեռ ամեն ինչ կորած չի, ու հենց դեռ մնացած հավատարիմներին, գուցե նաև միամիտներին Հայաստանում չկորցնելու համար Զախարովան օրերս հերթական անգամ անդրադարձավ Արցախի խնդրին։ Մոսկվայում արդեն լավ են պատկերացնում, որ Հայաստանում անգամ իրենց անմնացորդ հավատարիմները, հավատացողները այնքան էլ չեն հավատում, որ Արցախի կորստի հարցում Ռուսաստանի, այսպես ասենք, մատը խառը չէր։ Դրա համար էլ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչ Զախարովան հերթական անգամ շեշտում է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, նույն ինքը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը ինքը չէր ճանաչում այդ տարածքը։ Կար մի պատմություն Հայաստանի հետ, որը կարծես ասում էր՝ եկեք ակտիվացնենք ՀԱՊԿ մեխանիզմը, բայց իրականում ում եւ ինչի հետ կապված Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը Հայաստանը ինքը ցավոք կամ բարեբախտաբար չէր ճանաչում, ոչ որպես իր սեփական, ոչ էլ անկախ, ասել է Զախարովան։ Դիվանագետը ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ մեխանիզմը չէր կարող ակտիվացնել։ Զախարովան պարզապես մոռանում է, որ այդ ակտիվացման առաջարկը ոչ թե Արցախի պաշտպանության ժամանակ էր արվել Երևանի կողմից, այլ այն ժամանակ, երբ ուղղակի հարձակման էր ենթարկվել հենց Հայաստանի տարածքը։
բայց Մոսկվայից հավանաբար 100-150 կիլոմետր այս կողմ, այն կողմ իրադարձությունները հավանաբար էական տարբերություն չեն կրում, սակայն այս պատմության իրական ու ամենահետաքրքիր մասը նույնիսկ Ռուսաստանի հետ չի կապված ու նույնիսկ ոչ էլ Եվրոպայի հետ է կապված։ Հետաքրքրությունների կիզակետը գտնվում է Հայաստանի հարավային սահմանին։ Վերջին ամիսներին Երևանն ու Թեհրանը աննախադեպ ակտիվությամբ քննարկում են տնտեսական համագործակցության նոր նախագծերը, խոսքը միայն սովորական առևտրի մասին չէ, օրակարգում արդեն հայտնվել են ռազմավարական նշանակության ծրագրեր, ամենաշատը ուշադրություն գրավում է Հայաստանում համատեղ նավթավերամշակման գործարանի կառուցման գաղափարը, եթե սա կյանքի կոչվի, Հայաստանը կկարողանա ոչ միայն նվազեցնել ներկրվող վառելիքից կախվածությունը, այլև դառնալ տարածաշրջանային վերամշակող հանգույցներից մեկը, դա տնտեսական նախագիծ է, որը անմիջապես վերածվում է նաև աշխարհաքաղաքական նախագծի։ Էներգետիկ ոլորտում քննարկվում է նաև Իրանից Հայաստան բնական գազի մատակարարումների ծավալների ավելացումը։ Գործող գազ էլեկտրաէներգիայի դիմաց սխեման կարող է ընդլայնվել, իսկ նոր ծավալները կարող են ուժեղացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և նվազեցնել մեկ աղբյուրից կախվածությունը։ Զուգահեռաբար աշխատում են բանակցությունները շարունակել ճանապարհային ենթակառուցվածքների շուրջ հյուսիս-հարավ մայրուղի, սահմանային անցակետեր, դրանց զարգացում, Պարսից ծոցը Սև ծոցին կապող միջազգային տարանցիկ երթուղիներ, այստեղ արդեն խոսքը միայն Հայաստանի մասին չէ, խոսքը ամբողջ տարածաշրջանի լոգիստիկ քարտեզի վերաձևավորման մասին է։ Այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի հանգամանքի, որի մասին պաշտոնական հայտարարություններում բնականաբար չեն խոսի, և ըստ էության դրա կարիքը չկա էլ։ Հայաստանի և Իրանի միջև նման ծավալի տնտեսական նախագծերը դժվար թե հնարավոր լինեին, եթե ԱՄՆ-ի առնվազն լուռ համաձայնությունը չունենային և Երևանը, և Իրանը։ Ես ասում եմ լուռ համաձայնությունը, բայց կարող ենք դիտարկել նաև ոչ այնքան երևացող աջակցությունը։ Իսկապես անհնար է Իրանի հետ նման խոշոր տնտեսական և ոչ միայն տնտեսական ծրագրեր քննարկել մի տարածքում, որտեղ Ամերիկան ըստ էության արդեն իր ներկայությունը հաստատել է և արդեն ըստ էության գործնական փուլում է դրել TRIP նախագիծը։ Սա հաստատված պաշտոնական փաստ չէ, այլ աշխարհաքաղաքական գնահատական, որը հիմնված է տարածաշրջանում ամերիկյան ազդեցության և Իրանի նկատմամբ գործող սահմանափակումների վրա։ Այսինքն, ինչպես կարող ենք պատկերացնել, ամեն գնով ծովից Իրանին շրջափակող Ամերիկան կարող է լուռ թույլ տալ, որ Իրանը միջանցք գտնի ցամաքով իր գազը արտահանելու համար։ Եթե կարծում եք, թե Ամերիկան այդ քննարկումներին տեղյակ չէ, ինձ թվում է այդպես չեք կարծում ամեն դեպքում։ Այսպիսի նախագծերը, որոնք վերաբերում են էներգետիկային, նավթավերամշակմանը և միջազգային տրանսպորտային միջանցքներին, սովորաբար առաջ չեն շարժվում, եթե դրանք կտրուկ հակասում են Վաշինգտոնի ռազմավարական հաշվարկներին, իսկ եթե դրանք առաջ են շարժվում, ուրեմն առնվազն այդ հաշվարկներին եթե չեն էլ համընկնում, ապա գոնե զուգահեռ են ու չեն հակադրվում։ Եվ հենց այստեղ են հատվում բոլոր ուղղությունները։ Եվրոպան Հայաստանին առաջարկում է տնտեսական և քաղաքական ինտեգրման հեռանկար, Իրանը էներգետիկ և տրանսպորտային նոր հնարավորություններ։ Ռուսաստանն էլ փորձում է պահպանել իր ազդեցությունը տնտեսական և քաղաքական լծակների միջոցով։ Իսկ ԱՄՆ-ը առնվազն առայժմ կարծես չի խոչընդոտում այն նախագծերին, որոնք նվազեցնում են Հայաստանի մեկ կենտրոնից կախվածությունը։ Հետևաբար վերջին օրերի 3 հեռախոսազրույցները միայն հեռախոսազրույցներ չէին, դրանք 3 տարբեր աշխարհաքաղաքական ուղղությունների խորհրդանիշեր են։ Մերցը ներկայացնում է եվրոպական ապագան, Մակրոնը այդ ապագայի քաղաքական երաշխիքները, Պուտինը այն համակարգը, որից Հայաստանը փորձում է աստիճանաբար դուրս գալ առանց կտրուկ ցնցումների։ Եվ այսօր գլխավոր պայքարը ոչ թե բառերի, այլ ժամանակի համար է, ով ավելի արագ կկարողանա իր տնտեսական նախագծերը վերածել իրական արդյունքի, նա էլ կձևավորի Հայաստանի հաջորդ արտաքին քաղաքական ուղղությունը, որովհետև աշխարհաքաղաքականությունը վերջնական հաշվով որոշվում է ոչ թե հայտարարություններով, այլ այն ճանապարհներով, գազատարներով, գործարաններով և շուկաներով, որոնք իրականում սկսում են աշխատել։ Թե ովքեր կապահովեն դա, կտեսնենք միասին, ինձ թվում է ոչ հեռու ապագայում։
Այսքանը թեմայի զարգացումներին ականատես կլինենք արդեն առաջիկա ամիսներին։ Մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ։ Կհանդիպենք։